Եղել է դեպք, որ դու ինչ-որ բան ինձնից թաքցրել ես, որովհետև վախեցել ես իմ ռեակցիայից։ Հա։ Լավ չէ, լավ չէ։ Եղել է արդյոք տենց իրավիճակ, երբ որ դու դիտավորյալ ինձ խանդի առիթ տաս։ Ասեմ, եկերապահը չեմ ասել մինչև այդ։ Ու վախմես ինչ ա եղել, ինչ ա եղել։ Գախնի կարտացել ես կնոջ հաղորդագրությունները։ Մենք խոսալու բան ունենք։ Ով իմանա էլ ինչ շա թաքցրել։ Սերիֆիկատոր Գոսպորտի եթերում Բարի գալուստ սերիֆիկատոր։ Սա միակ հաղորդումն է, որտեղ անկեղծությունը ունի հստակ չափման միավոր։ Այո, մենք Պոլիգրաֆ սարքի եւ հատուկ հրավիրված մասնագետի Վլադիմիր Ինոզևցովի միջոցով ունենք հնարավորություն չհավատալու մեր զույգերի պատասխաններին, այլ մենք դա կստուգենք իրենց սրտի աշխատանքի ու շատ այլ էմոցիոնալ տատանների միջոցով, որոնք անձեն աչքով տեսանելի չեն։ Մեր այսօրվա զույգին միավորել է բժշկի մասնագիտությունը, այսինքն նրանք շատ լավ ծանոթ են մարդու կառուցվածքին, բայց անգամ դա նրանց չի օգնի, որպեսզի նրանցից կորզենք ճիշտ պատասխանները։ Բժիշկ բլոգերներ Արթուր եւ Սուսաննա, մարդիկ, ում պետք է հետևել ոչ միայն լավ ժամանցի, այլ նաեւ շատ օգտակար ինֆորմացիաներ ունենալու համար, ինչի համար ձեզ շատ շնորհակալ ենք ու շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ոնց եք։ Շնորհակալ։ Պատրաստ եք լինելու մաքսիմալ անկեղծ մեզ հետ, հա։ Ոչ։ Ոչ։ Այո։ Ապրեք, որ անկեղծ սկսեցիք դու Արտուր ջան։ Ես էլ։ Դուք վստահաբար շատ հարցեր եք իրար տվել, շատ պատասխաններ եք ստացել, բայց այսօր մենք ակնկալում ենք ստանալ այն հարցերի պատասխանը, որի մասին դուք մշտապես լռել եք։ Ու մենք ստանանք այդ պատասխանները։ Ներկայացնեմ ինչ է մեզ սպասվում։ Մենք ունենալու ենք 3 փուլ, ամեն փուլի ընթացքում յուրաքանչյուրի տալու ենք 3-ական հարց, բայց ի տարբերություն առաջի եւ երկրորդ փուլերի, երրորդ փուլում դուք ինքներդ եք միմյանց ուղղելու այն հարցերը, որոնք մինչ այդ պատրաստել եք միմյանց համար։ Այո, մենք նախորդ խնդրել ենք մեր զույգին, որպեսզի 3-ական հարց պատրաստեն միմյանց տալու համար, իսկ դա արդեն կամփոփենք երրորդ փուլում։ Եվ այսպես մեկնարկում ենք առաջին փուլը եւ առաջի հարցը Սուսաննա ջան քեզ։ Սուսաննա ջան, երբևէ խանդել եք Արտուրին պացիենտներին։ Ոչ։ Հիմա տեսնենք Արտուր ջան, որքան է խանդոտ Սուսաննան։ Ճիշտ է։ Եվ իրոք չի խանդում։ Աշխարհը որ պացիենտների հիմնականում նրանց երեխաներ են, շատ տրամաբանական է, բայց այստեղ հարցը ոչ միայն նրանցիների մասին էր, չէ։ Ոչ, չի եղել։ Բայց ինքը մամաներին էլ մտածեց հաստատ։ Ես մտածեցի, որ մամաներին նկատի ունեք, բայց չի եղել։ Հա, չի եղել։ Ճիշտ ուղղության վրա են գնացել հարցերը, շատ բարի։ Հաջորդ հարցը, Սուսաննա ջան, այ դու կարծում ես, որ քո կեսուրը մյուս հարցերին էլ ավելի շատ է սիրում, քան քեզ։ Ոչ։ Սուտ է։ Չէ, փաստորեն Արտուր ջան, Սուսաննան մտածում է, որ այլ հարցերին գուցե ավելի շատ է սիրում ձեր մաման։ Կարող է պահի Ես տակ, կասկածում եի դրա մասին։ Հա, կասկած։ Կարող լինել է տենց բան, հա։ Չէ, ես մտածում եմ, որ ինձ է սիրում։ Բայց կարող է դրանց պահի տակ։ Այսինքն ամեն դեպքում ջոկողություն դնում է, էլի, հա։ Գիտեք ոնց, չէ, չի դնում, բայց ես մենք ավելի հին հարսիկ ունենք, ոնց որ չեմ մտնում կոնկուրենցիայի մեջ, գիտեմ որ սիրում է։ Ես մեծ տղայի կինն եմ, բայց մեր մյուս հարսիկը ավելի վաղուց է։ Տարիներ են, էլի։ Հարմություն։ 10+ տարի։ Արտուրին որևէ հարցում համոզելու համար դավադրություն կազմակերպել ես։ Այո։ Ճիշտ է։ Հա, Արտուր ջան, իմացի, որ բոլոր որոշումները կայացնում ես, երբեմն դավադրության որին։ Ասեմ, եկերապահը չեմ ասել մինչև այս, երբ որ մենք ինչ-որ ընկերական հավաքների ենք ուզում գնանք, մենք ասում ենք, չէ, ես չեմ ուզում, ես մեր ընկերներին ասում եմ, դուք ասեք, մենք կազմակերպենք, ես բան չեմ Հա, ասել։ տենց որ Ու միշտ տենց ստացվում է։ աշխատանքից հետո հասնում եմ ի վերջո տուն, ինչա դժվար է տենց հետո հանել։ Եթե չհասնեմ, ճանապարհից ասեն արի գնանք, դե ուրիշ բան, բայց հասատում փոխվեցի, շատ դժվար է, ռեալ։ Իսկ պատերազմ հրավիրելու համար շատ ես համոզել Արտուրին, հա։ Ինքը չի համոզել, ինքը գիտի, որ ինքը ինչ չի կարող համոզել։ Էլի ընկերներն են համոզել, հա։ Սկսում են զանգել, հա։ Չէ, դե էլի փորձում է, բայց կար։ Չէ, հիմա հարց կներեք էլի։ Այսինքն, հա, հələ տուր, այսինքն։ Դու գիտեի՞š։ Բայց մեր Որ ես հետն է տենց հարցը։ կազմակերպում եմ տենց բաներ։ Չէ, ես ավելի տենց մեծ գլոբալ բան էի պատկերացնում, բայց տենց դե ասենք որ ասում ես գնանք մեր ընկերների տուն, ասում եմ հավես չունեմ ու 5-10 րոպե հետո զանգում են իրանք ինձ կհավական հայտ է, էլի որ քո դավադրությունն է Սուսաննա ջան։ Դե ինչ շարունակում ենք, Արտուր ջան հիմա հարցերին անկեղծ պատասխանելու քո հերթն է։ Արտուր ջան, երբևէ մտածել ես, որ սխալ մարդու հետ ես ամուսնացել։
Չէ։ Ճիշտ է։ Ես էլ արվում։ Արտուրը շատ հստակ է իր որոշման մեջ առաջին իսկ օրվանից, հա։ Ապրես։ Երկրորդ հարցը, որը լայվ խակ, որում բոլոր տղամարդկանց համար։ Արտուր ջան, երբևէ ձևացրել ես թե քնած ես զրույցից խուսափելու համար։ Չէ։ Ճիշտ է։ Ասեմ ինչի, ես վստահ եմ, որ ինքը ձևացնի, որտեղ ինքը ուղղակի քնում է իրոք։ Ասես դուք ասել փակված ու շոկ կնեցին։ Ու համեն ինքը տենց ոնց որ բարձաբանման խնդիր չունի, ինքը ավելի շատ փորձում է ես խոսամ, ես չեմ խոսում։ Հա ճիշտ է, մեր չխոսքան ինքն է։ Ահա, ես եմ քնած ձևանում, ինձ պետք է ցած։ Կոմունիկացիայի բլոկից հասկանում ինչ բան են չի, ու պետք է կարողանամ ճեղքեմ այդ պաշտպանությունը, մտնեմ հասկանամ ինչ է կատարվում։ Առաջին փուլի երրորդ հարցը ուղղված Արտուրին։ Արտուր ջան, դու գաղտնի կարդացել ես կնոջ հաղորդագրությունները։ Չէ։ Սուտ է։ Ինչ Սուսաննա նամակներ ջան, ես եթե ինչ- կարդացել։ Սակեց ինգլիզ։ Ինչ նամակներ ես կարդացել։ Փասվորդը գիտես, արդեն հասկացա։ Հա, իմ փասվորդը ամբողջ աշխարհ։ Հա, մենք իրար փասվորդներ գիտենք։ Ես հա որ ալարմը ինչ-որ մեկին հեռախոսը ստանուց որ Բայց բան իրա եմ, անլոկ հեռախոսը- անեմ, ասում եմ փասվորդ։ Իր հերոսի մեջ իմ երեսն է, Ահա։ հերոսի մեջ իր մատնահետքը։ Հետո որ դա չի համարվում գախնի, ճիշտ ես անում։ Ինչ ես կարդացել։ Չեմ հիշում։ Բայց ես քո նամակներ չեմ կարդացել վրա։ Ինքը սա հիշում է, Հա, ես դու կարաս 10 չեմ կարդացել հիմա, այս բան ու։ Ոչ։ Արտուր ջան, առաջի փուլի 3 հարցերը քո հետ ամփոփեցինք։ Երկրորդ փուլի առաջին հարցը քեզ, Սուսաննա ջան։ Երբևէ մտածել ես, որ Արտուրը կորած է առանց քեզ։ Ոչ։ Սուտ է։ Արտուր ջան, քո կինը մտածում է, որ դու առանց իրեն ոչ կարող ես ինքնուրույն հաց ուտել, ոչ կարող ես ինքնուրույն տանից դուրս գալ, հագնվել մի խոսքով։ Իրականում լրիվ հակառակն է։ Ես մտածում եմ, ես եմ առանց Արտուրի կորը։ առանց իրա կորացային բլոգը։ Ոչ ես։ Օ, այդ մասին չի Բոլորը մտածել։ գիտեն։ Կարող է տենց ես մտածում դե ռեակցիա։ Չեմ մտածել, բայց միգուցե ենթագիտակցորեն է եղել դա։ Ես չեմ Բլոգի մտածում մասով? տենց բան, հա։ Չէ, չեմ մտածել։ Կենցաղի մասով ճիշտ հակառակն է։ ես կկորեմ։ Հա, չթողրիքիր է լսի։ Ես կկորեմ։ Սոված գնամ։ կներ։ Երբևէ մտովի բաժանել ես ունեցվածքը, երբ կռված է եղել։ Այո, Իսկ հավասար։ ոչ։ Սուտ է։ Այսինքն երբևէ մտովի չես բաժանել, թե բոլորն ես քեզ վերցրել երևի, հա? Մտովի։ Եվի տենց շատ թռուցիկ եմ, էլի պատկերացրեմ, մտածել եմ իլ չենք բաժանվի։ Ամեն ինչ ինձ։ Միշտ մտածել եմ, տենես քո մեքենան ինձ կմնա։ Աշկտ մեքենայից վրա պաստորը։ Այո։ Հա, իմացի մեկն էլ լավ։ Տունը ինչ ենք անելու։ Պրոշենկա։ Պետք է արդեն Շատ հիպոթեկա երկուսով վճարենք, ոչ թե դու։ Շատ հեռու գնացինք դրա հետը։ Այո։ Պետք է։ Սուսաննա ջան, դու երբևէ Արտուրից թաքցրել ես եկամուտներ խնայողություն դարձնելու համար։ Այո։ Ճիշտ է։ Այո, թաքցրել Այո։ ես քեզ, բայց բարի նպատակներով։ Այո։ Իսկ ինչ ես այդ խնայողությունները կարող։ Հիմնականում իր ծնունդից առաջ եմ թաքցնում, որ ինչ որ ճամփորդություններ նվիրեմ, օրինակ վերջերս կրուիզ եմ։ Ճամփորդությունները ինքն է կազմակերպում։ Ով իմանա էլ ինչա թաքցրել չի համար։ Ինչ հարց ունես դու հիմա։ Հիմա կամ լրիվ Հիմա կարևոր։ քանի դետեկտորը իր ձեռքում է Արտուր ջան, հարցրա։ Կա կրուիզների տակ էլի մի բան։ Ոչ։ Հիմա երկրորդ փուլի առաջին հարցը, որ պատրաստել ենք Արտուրի համար։ Արտուր ջան, դու երբևէ ստել ես ասելով չեմ կարդացել հաղորդագրությունդ։ Չէ։ Ճիշտ է։ Եթե չի պատասխանում, ուրեմն հստակ չի տեսել։ Դասել, հա։ Չէ, լիքը տենց եղել է, որ գրել է գործի մեջ օրինակ ասենք բացել եմ ու նայել եմ ու չեմ հասցրել պատասխանեմ ինձ ինչ որ շտապելի բան կանչել եմ վազվել եմ ու ինքը միշտ գժվում է որ տակը սինա տալի Հա, ոչ է պատասխանում, դա ի՞նչ ձև է։ Հա, դե հիմա ասենք վիրասրահում ես բուկվալ մի րոպե ժամանակ ունես միջև կեսարյանը բանկը սկսի կտան երեխուն որ հետը աշխատես բան մեկը ասենք բան եկավ
ձենը եկավ, հանում ես բանության, ասում են դե սկսեցինք բան, բացել ես, կարող է դաժե չհասցնեմ կարդամ տեքստը ու փակեմ, որ ձեռնոցնես հակնեմ, всё, իր մոտ արդեն սինա ցույց տվել, բայց ես դա չեմ տեսել, նամակը չեմ կարդացել։ Ինչ որտեղ կանգնել է, ես այնտեղ մենակ անօգնական չգիտեմ, չէ։ Եթե դա չտապա, պետք է երկրորդ կամ երրորդ անգամ զանգել։ Երրորդից արդեն ամուսինը հասկանում շատ չտապա, չէ։ Այդ դեպքում այսինքն չեն գրում, զանգում են։ Հա, ապրես։ Այ։ Այդտեղ։ Որտեղ ես գրում եմ ու սպասում։ Հա, սպասում։ Կարևոր բան, մեքենաս փչացել կանգնելը ու սպասում։ Միակողմանի ճանապարհը, բան բթարայինի միացրուց ես սպասում նամակի։ Արտուր ջան, երկրորդ փուլի երկրորդ հարցը քեզ կներեք այս հարցի համար։ Դու երբևէ մտածել ես, որ եթե մամա լիներ պատրաստած, այս ուտեստը ավելի համեղ կստացվեր։ Հա։ Ճիշտ է։ Որովհետև ես գիտեի, որ կասես չէ, որովհետև դու կյանքում իմ զարգացը չես փորձել։ Չէ, տես մեկում է եղել է, բայց չէ, բայց հա, գլոբալապես խոհանոցի գծով Արտուրն է, ես պետք է ուտեմ, ասա չեմ ամանապել։ Կավանում ես Արտուրը, սակայն թե Արտուրի մայրիկը ավելի համով է պատրաստում։ Չէ, դե մայրիկը շատ համով է պատրաստում։ Բայց ես երկրորդ հորիզոնականում եմ պոմիդոր ձվածեղի մեջ, տատիկիցս հետո Արտուրի սարքածնային, մրցակցության մեջ են տատիկները։ Իսկ ինչ էկզոտիկ բաներ ես պատրաստում Արտուր ջան։ Էկզոտիկ։ Կամ Արտուրի պատրաստած ձվածեղի զացել ինչ ես սիրում։ Գլինտվեյնը։ Ա դե խմելու, դե ոսկոսանք, հա։ Վասիլիվ։ Իրական ամեն ինչ ինձ, հա, պերմեշկաներով բանը, պերմենիներով ապուր է պատրաստում։ Մամայի բաղադրատում սովելի։ Համար 2 տարի աշխատել ու ապրել եմ մարզում։ Մենակ։ Հա, ընդհանրապես մենակ։ Ես կյանքում առաջին անգամ որ տանը փանքեյք են սարքում, տեսել եմ Արտուրից, ու ես մտածում եմ, գնում ես սրճարանում, նստում ես վերում։ Ասում եմ, դե սարքում է տանը։ Արտուր ջան, Սուսաննան ունի սովորություն, որը ազդում է քո նյարդերի վրա, բայց դրա մասին չես խոսում, չես ասել նրան։ Չէ։ Լավ։ Ճիշտ է։ Սովորություն ունի։ Բայց ինքը ասել է ինձ դրա մասին։ Այո, ինքը միշտ է։ Դե ախր չասես չես կարող ինչքան հարմար կոնտրոլ անես։ Բայց ես էլ եմ միշտ ասում։ Ինքն հա մենք տես պրոստը պայմանավորվել ենք։ Հստակ ինձ որ հարցնեք, ասեի չէ։ Բայց արդարության համար ասեմ, կողքից որ այսպես նայում ենք, հա, զանգակ բամբակ չէ, լինում է զույգերի մեջ եւ զանգակ բամբակ ու շատ հաճախ մեկը մյուսին շատ աներվայնացնում, որովհետեւ չի բռնում իրանց նույն սովորությունները կամ կենցաղը կամ չգիտեմ մեկը սիրում է հանգիստ կյանք, մեկը ակտիվ, մեկը պարկել, մեկը պարել, մի խոսքով։ Բա ո՞նց է այդ բալանսը բռնում ժողովուրդը։ Դա Արտուրը բարձ է, չէ՞ որ բամբակն է։ Ախր իրական մերկուսը բամբակ ենք։ Իրական հա, ես ուղղակի փորձում եմ ակտիվություն մտցնեմ մեր կյանք, թե չի։ Չէ։ Հաջող։ Այսքան երկուսս էլ դինջ ենք։ Մի խափնվեք իր բլոգի։ Բայց մի րոպե, ճամփորդություններ կազմակերպել, տենց activity-ները, արի գնանք ստեղ այնտեղ, այդ սա ես եմ։ Հա, բայց այդ չեղավ որ դու պաժիզնի ակտիվ ես։ Տարին մեկ։ Չէ։ Հիմա ասեմ, այդ կրուիզը մեր երկուսիս է դուր եկե, բայց մենք եկեինք այն եզրակացության, որ մենք մի քանի տարի չենք գնա բան կրուիզ, որտեղ որը 30,000 քայլ քայլում էինք։ Իսկ մենք երկուսը սիրում ենք պարկենք, որ մեզ մեր մախիտոն բերեն դնել։ Եգիպտոս։ Հասկացանք ինչ հանգիստա պետք է։ Հա, իրականում մեր հանգիստը պասիվագույն հանգիստ է, հա, դրա համար մենք ունենք շուն, որը շատ ակտիվ է։ Որը որ հա, հա։ Ինքը զանգակներ է։ Մեր բնավորությանը չի համապատասխանում։ Տենց ասում ենք որ դիցես ենք, вообще եկավ ընկավ Ոչ մի քիչ չի քաշել։ Դե ինչ, հիմա ժամանակն է անցնելու ամենամիստիկ փուլին, երրորդ փուլին, երբ զույգերը արդեն միմյանց պետք է տան իրենց պատրաստած հարցերը։ Այո, հարցեր, որոնք իրենք վաղուց իրենց մեջ պահել են, բայց ամենահարմար պահը իրար տալու հենց հիմա է։ Արտուր ջան, պատրաստ ես։ Դու ես ուղղելու հարցերը քո կնոջը, պատրաստվիր։ Եղել է արդյոք այտենց իրավիճակ, որ փոշմանես մեր հարաբերությունների մասին։ Ոչ։ Շատ արագ պատասխանեց։ Ճիշտ է։ Վաու։ Դու քան տարի եք միասին։
Եթե ընկերության սկզբից 7, հա։ 7 երջանիկ տարիներ։ Բրավո, շատ ապրեք։ Մտածում եմ ճիշտ եմ պատասխանը։ Չէ, պաստորը ճիշտ է։ Հասկանում ես ինչու՞ն է կայանում առավելությունը մեր հաղորդման։ Անկամ եթե իր մեջ կար կասկածներ, հիմա բարացեցի։ Հանգիստ ենք մենք շատ։ Երկրորդ հարցը Արթուր ջան։ Եղել է արդյոք տենց իրավիճակ, երբ որ դու դիտավորյալ ինձ խանդի առիթ տաս։ Ոչ։ Ինչ լավ հարցեր պատրաստ է, բայց Արթուր ջան ապրես։ Ճիշտ է։ Չէ, այսինքն բոլոր առիթները պատահական չեն եղել։ Հստակ։ Արտուրը մի քիչ Արտուրին դժվար է էլի ստիպել խանդել, ինքը պետք է շատ լուրջ իրավիճակ լինի, որ տենց ինչ-որ տենց լուրջ իրավիճակ է հաստատ չեմ ստեղծի։ Դա վկայում է այն մասին, որ Արտուրը քեզ վստահում է եւ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր հաղորդումը սիրո եւ վստահության մասին է, հա։ Եվ երրորդ հարցը Արտուր ջան։ Եղել է տենց իրավիճակ, որ իմ կողմից աջակցման պակաս լինի։ Այո։ Ճիշտ է։ Հաստատ աջակցության պակաս երբևէ զգացել է։ Այո, եւ ասել եմ այդ ասել է դրա մասին։ Ասացի մենք խոսալու բան ունենք։ Հիշում ես։ Երեք։ Երեք չէ։ Դեռ կատակ եմ երեք չէ։ Հաստատ երեք չէ։ Բայց հա, ասացի։ Բայց երեք չի եղել։ Բանը շատ էր սենց աշխատանքի մեջ էր միայն։ Եվ ես ասացի մի րոպե։ Բայց Բայց ու մի անգամից փոխվեց ամեն ինչ։ Այդ ասեմ։ հասկացա։ Արագ արձագանքման ջոկ։ Այսինքն մի անգամից Արտուր հասկացա, որ քիչ է աջակցում ու Ինքը ասաց, այո, դու ճիշտ ես։ Ես հենց նոր վերլուծեցի եւ հասկացա։ Արտուր ջան, իսկ դու դա արեցիր, թեմայից դուրս հարց, որովհետեւ իրոք այդպես է, թե որովհետեւ հոգնած եկել ես տուն, ասեմ հա, անցնի առաջ։ Չէ, որ հասել է նրան, որ տենց լուրջ թեմանով զրույց էր բացը, թեման լուրջ էր, մոտեցումն էր լուրջ, ասել է ուրեմն երևի հասել է ոսկորին, հետո տենց հետադարձ նայեցին, հասկացա, որ երևի պետք է բան փոխել։ Շնորհակալություն, դու փորձեցիր լինել մեզ հետ մաքսիմալ անկեղծ, իսկ հիմա Արտուր ջան եկել է պահը, եւ դու պետք է պատասխանես քո կնոջ կողմից պատրաստված հարցերին, որը կողի հենց ինքը, Սուսանա։ Սուսանա ջան, պատրաստ ես։ Այո։ Կողիդ քո հարցերը վստահաբար լինելով, որ կունենաս ճիշտ պատասխանը։ Так։ Եղել է դեպք, որ դու ինչ-որ բան ինձնից թաքցրել ես, որովհետեւ վախեցել ես իմ ռեակցիայից։ Հա։ Հա։ Ճիշտ է։ Այո, եղել է դեպք, որ թաքցրել Ինչ է եղել։ Ինչ ոչի։ Ինչ ոչի։ Դե այն որ եթե ինչ որ որոշում տիկայացնենք ու օրինակ մտածել եմ կարողա դու համաձայն չլինես կամ ուրիշ որոշել ես դու կայացնես որոշումը։ Չէ, ձգձգել եմ էլի։ Բայց վերջը ասել ես։ Թե ի վերջո հա ասել եմ։ Իսկ ճիշտ է, ինչ վախենում ռեակցիայից։ Եղել է տենց բան, որ ես երկուսից տեղը որոշեմ։ Իսկ Սուսանան այտենց պայտակ սպոնտան բուրըն ռեակցիաներ տալիս։ Օրինակ ու վախմես ինչ ա եղել, ու բան մեկին բան չեղել, մեկ էլ հեռախոս, չգիտեմ, ժամացույցը մոռացա տանը, այտենց լինում է, այտենց բաներ։ Չէ, գիտեք ինչ ա լինում։ Ինչ ա լինում, Իսկ ահա։ պատասխան։ Ասա։ Բայց դու ես սարքի։ Չէ, դու Բայց պատասխանի։ ես տենց պատմողական է, ոչ չէ։ Դե հիմնականում գիտեք ինչ ռեակցիաներից է ինձ թվում է վախենում, որ մենք նոր տուն ենք տեղափոխվել, ինչ ցույց էր տալիս, ցույց էր տալի, այս մեր խոհանոցի կահույքն է, դե առաջին ինքն է տծե։ Լավ չէ, լավ չէ։ Ինչ ցույց էր տալի, խեղճեմ։ Ինքը բան է, տանջվում ես։ Ահագին բան կարա չնկատի։ Այդ որ Բայց որ ասում են, փանկատը մեր մեջի ինքը դրա հակառակն է։ Մի խոսքով Այներ փանկատեմ։ Լիքը թերություններ կա, որ ես նկատել եմ, բայց Ինձ չի ասել։ չեմ ասում։ Ոչ չի մանա։ Որտեղ գիտեմ չել տեսնի։ Չէ, տեսնի հասկացա։ Ամնախնդալուն Այդ լույսի մեքենայի ձայնն է։ Այսինքն Որ մեքենայից ձայն է Ուրեմն գալիս։ Սուսիկը սովորություն ունի միշտ քշում է մեքենան, Բարձր պատուհանները երաժշտությամբ։ փակ։ ահա։ Երբեք չի բացում։ Պատուհան միշտ կոնդիցիոներ է, էական չտակ է, բայց միշտ կոնդիցիոներ է։ Ու միշտ բարձր բան երաժշտությամբ մի օր առանց երաժշտության է քշում։ Մեքենան զանգել է, ինձ ասում ավտոյից ձեն է գալի։ Ասեմ ինչ որ ավելորդ ձեն է, որ մի հատ պատուհանները բարձրացրա հասկացի որ կողմից է հետևից դիմացից բան, ասենք ասում եմ
բան ռուլը թեքելուց ուժեղանում եմ։ Ասենց մի խոսքով ուզում եմ ինչ-որ դիագնոստիկա անենք։ Ասում եմ, որ գազ եմ տալ ու ուժեղանում եմ։ Կարող եմ մատորի ձենն ուղղել։ Պարզվեց որ մեքենան ձայն է։ Պարզվեց որ մեքենան քսելուց մատորի ձեն ունի։ Հասկացա։ Հաջորդ հարցը, Սուսանա ջան։ Երբևէ վախեցել ես, որ քեզնից կարող եմ հիասթափվել։ Չէ։ Հիմա տեսնենք։ Ճիշտ է։ Վախեցել կարող է հիասթափ։ Դե ինչ որ տենց կրիտիկ ոչ ման չեմ արել որ Բայց կարաս չանես։ Կարամ, բայց չեմ արել, չէ։ Բաբորանես։ Որ անեմ կմտածեմ։ Նախանձելի ինքնավստահություն ունի մեր Արտուրը, նախանձելի, պրոս։ Եվ երրորդ հարցը, երրորդ փուլի։ Երրորդ հարցը։ Դու քեզ ապահով զգում ես մեր հարաբերություններում։ Հա։ Ճիշտ է։ Այսինքն զգում է ապահով մեր հարաբերություններում։ Այսինքն դու ամեն ինչ համարը ճիշտ պատասխանեցիր, բայց հա, նամակից բան եղավ, չէ։ Չեմ հիշում ինչ նամակ եմ հարթացել։ Երջանիկա, վստահ որ սիրված է, սիրում է եւ սիրված է։ Հա, շատ ինքնավստահ է։ Ու շատ լավ է։ Որ շատ ապրեք դուք։ Ես ինչ լավ զույգ եք լսի։ Շնորհակալություն։ Դե ինչ հարգելիներս, եւս մեկ անգամ ուզում ենք ձեզ շնորհակալություն հայտնել մեր հրավերը չմերժելու համար եւ մենք ունենք արդեն ամբողջական պատկերը ձեր անկեղծության գործակիցների։ Այսօր էլ ավել անկեղծեր մեծ հետ Արտուրը, ում գործակիցը 90 է, 90 շատ բարձր գործակից, այո, էլ ավելի։ Բայց Սուսանան էլ պակաս անկեղծ չէր, որովհետեւ նրա գործակիցը 80% էր։ 80% անկեղծությամբ այսօր ներկայացավ մեզ։ Անկեղծ զույգ եք դուք եւ ձեր ընդհանուր ցուցանիշը 85% անկեղծություն։ Ինչը դա շատ ցուցանիշ է։ Դուք շատ անկեղծ եք, շատ անմիջական ու շատ կայացած։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր էր։ Իսկ դուք կարող եք միանալ մեզ մեր YouTube-յան ալիքում կամ կիսել ճանապարհը Գոսպորտի ռադիո ալիքով 96 եւ 3 հաճախականությամբ։ Շնորհակալություն։